Բարև ձեզ սիրելի ռադիո լսողներ, հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է, ես Արմենիկ Նիկողոսյանն եմ։ 19-րդ դարի վերջերին, երբ հայտնաբերվեց հայկական ժողովրդական էպոսը, Սասնա ծռերը գրառվեց առաջին անգամ, գրառվեցին առաջին պատումները, դրան կարծես թե միանգամից հաջորդեցին նաև գրական մշակումներ, որոնցից շատերը, ինչպես Հովհաննես Թումանյանին, Ավետիք Իսահակյանին, Եղիշե Չարենցինը դարձան շատ հանրահայտ։ Ինչն է այստեղ միավորում կարծես թե բոլորին, որ հիմնականում գրական մշակումների էր ենթարկվում Սասունցի Դավիթ ճյուղը, ինչ որտեղ նաև փոքր մհեր եւ մեծ մհեր ճյուղերը։ Անկախության շրջանում էլ, երբ որ էպոսի հերոսների հանդեպ մեծ ուշադրություն սկսեց դրսևորվել գրողների մոտ, կրկին ուշադրության կենտրոնում Դավիթն ու փոքր մհերն էին։ Եվ ահա հերթական գրական մշակման հետ գործ ունենք այսօր, Հուսիկ Արան որոշել է անդրադառնալ Սանասարի եւ Բաղդասարի ճյուղին, հրատարակելով երբ արևեին արքաները պոեմը, եւ դրա շուրջ այսօր կզրուցենք Հուսիկ Արայի հետ։ Ողջույն Հուսիկ։ Բարև։ Մի քիչ երկար էր նախաբանս, որովհետեւ ուզում էի որոշակիորեն նաեւ չասեմ արժևորել, այնուհանդերձ առանձնացնել քո միտումը հենց Սանասարին եւ Բաղդասարին անդրադառնալ, հա, որովհետեւ իսկապես եթե բոլոր մշակումների պատմությունը նայենք գրական մշակումների, եթե չհաշվենք այն ամբողջական վերաշարադրումներ, ինչպես օրինակ Նաիրի Զարյանի մոտ է, Սանասարն ու Բաղդասարը կարծես անտեսված հերոսներ են այն դեպքում, երբ որ հիմնարկեքը ըստ ամենայնի նրանց է պատկանում։ Ինչ դրթարիթով դու մոտեցար հենց Սանասարի ու Բաղդասարի ճյուղին Հուսիկ։ Ուրեմն ձեր խոսքի մեջ շատ ճիշտ նշեցիք, 90-ականներին փոքր մհերի կերպարը այսպես եկավ գրականություն նորից, ագրավակարից դուրս եկել փոքր մհերը եւ սկսվել ազատագրական շարժումը։ Ես 2020 թվականի պատերազմից հետո Սանասարի եւ Բաղդասարի կերպարը փորձեցի բերել, թարմացնել մեր գրականության մեջ որպես պետություն կառուցող, պետականություն կերտող առաջնորդներ։ Սասունը դիտարկել են որպես պետության կառուցում։ Այո, հիմնարկեքն է մեր էպոսի, Սանասարն է ծովի հատակից հանում Թուրքեծակին, Քուրդիկ Ջալալին, Խաչ պատերազմին, վերջո գնում են կառուցում են Սասունը եւ այսպես աշխարհի չարին են հաղթում խալիֆային, չարին դուրս են քշում աշխարհից եւ վերադառնում ու երջանիկ ապագա կառուցելով ապրում են հայոց հողի վրա։ Սա էր, որ ինչու ես հասկացա, որ խարխլված է մեր պետությունն ու պետականությունը 20 թվականից հետո։ Այո, գիտեք, ես միշտ բաց խաղակարտերով եմ խաղացել եւ ասեմ, մենք ազգային զարթոնք ապրեցինք, մեր ազգային արժեքները, խորհրդանիշերը վերադարձեցինք, անկախություն վերակերտեցինք եւ այլն։ Պետություն կառուցել նախահիմքերը դրեցինք, բայց դրա հաջորդ օրվանից մենք թողներվ ինձ ասել, այդ նախահիմքերը սկսեցինք խարխրել, ոչ թե կառուցել պետություն 20-25 տարի շարունակ եւ դրա արդյունքում մենք ունեցանք 20 թվականի պատերազմի աղետը, եթե դու ունենայիր կայուն պետություն ու պետականություն, նախ չէր պարտվի, նախ չէր լինի այդ պատերազմը։ Երկրորդ, եթե չունես կայուն պետություն ու պետականություն, դու հաղթանակած ժամանակ էլ հետո, կար ժամանակ հետո պարտվելու ես, ինչպես եղավ մեզ։ Ուրեմն ես հասկացա, որ մեզ անհրաժեշտ է առաջին հերթին կերտել, ամրացնել մեր պետությունն ու պետականությունը։ Այդ կներես էլի Հուսիկ, մի քիչ չքաղաքականացնենք մեր զրույցը, այդուհանդերձ դա այնպիսի բան է, որի գիտակցումը պետք է լիներ ի սկզբանե, հա։ 25 տարուց հետո պետք էր գալ լավ, ասենք գրականությամբ հասնել այդ, ինչպես ասում են, խելքին, որպեսզի պետության եւ պետականության կարևորությունը գիտակցվեց։ Ստացվում է, որ մեր գրականությունը մինչև 2020 թվականը չի գիտակցել դրա կարևորությունը։ Ցույց տանք այնպիսի գործեր, որ գիտակցել է, գրեթե չի եղել։ Ինչու՞ ճակատագրի ցավոք բերումով, երբ 19-րդ դարում չունենք պետություն ու պետականություն,
ազգային ազատագրական շարժումներ բորբոքում ռաֆսպես հանճարը, իսկապես նա հանճարը գրող է։ Նրա մյուս գործերը ոսյա քաղաք, չգիտեմ, Խաչագողի շատակարան, Հարեն եւ այլ որ նայում ես, բայց ինքը ստիպված գրում էր այնպիսի ստեղծագործություններ, ինչ աներ, 4 կողմը պարսիկներ, չգիտեմ, թաթարներ, սպանում, մորթում, հա 20-րդ դարում ցավալիորեն ողբերգականորեն մենք տեսանք ցեղասպանություն, որից հետո առաջ մաղվեց առաջին պլան պահանջատիրությունը, ցեղասպանության ճանաչում եւ այլն եւ արանքում ցավոք մնաց պետականակերտ պետականաշեն գրականությունը շատ քիչ ստեղծեց կամ գրեթե չստեղծեց, ասենք Տոլստոյն ուներ հզոր պետություն պետականություն, ինքը կարողանում էր պատերազմ եւ խաղաղություն վեպում այդպես ծավալվել ու տալ պետության։ Դե շատ են ասում, չէ՞, մեծ գրականությունը, մեծ պետությունը։ Հիմա ցավալիորեն դա է եղել մեր ճակատագրի եւ այլնի բերումով։ Եվ եթե իսկապես ունենային գիտակցեինք եղած լիներ, ես չէի անդրադառնա։ Մեր ժողովրդի հոգեբանության մեջ շատ թույլ է, մենք այսօր էլ գիտենք, երեկ էլ գիտենք, շատ թույլ է արտահայտված պետության, պետականության զգացողությունը, երկրի ծավալի, սահմանների պահպանման զգացողությունը։ Ի վերջո, գիտեք, ես ցավալի մի երկու օր առաջ դեպք եղավ Գորիսում, պատից ցանկապատի համար նռնակ էին պայթացրել եւ սպանել էին միմյանց ազգականներ։ Երև մի 20 սանտիմ էսկոմ թե ընկոմ լինի ցանկապատը։ Հայտնի ցանկապատը։ Հա, իսկ երբ մենք դարեր շարունակ մեր նահանգներն ենք տվել, ասենք Կարսի նահանգ, չգիտեմ, Վանի նահանգ, վիլայեթներ եւ այլն, այդպես թերնով ասած, համարյա ցավ չենք զգացել։ Այ սա է որ ժողովրդի մեջ պետության պետականության զգացողությունը պետք է ի սկզբանե դրվի, դա մեկ օրում կերտելու չի։ Տարիներով, տասնամյակներով եւ պատահական չէր։ Ես գիտե 21 թվականին անմիջապես պատերազմից հետո փետրվարին սկսեցի մշակել, արդեն ամռանը մենք 21-ին էջադրել էինք, բայց այդպես մնաց, ընթացքում բարեփոխվեց, մշակվեց եւ ինչու ասացի պատանիներին ուղված ինքը էպոսն բոլորին ուղված, բայց առաջին հերթին պատանիներին, որ այս դպրոցական տարիքից պատանու մեջ ներարկվի այդ պետության պետականության գաղափարը, որ ինքը համաժողովրդական այդպես կեցություն լինի, սա իսկապես մեր մեջ շատ թույլ է արտահայտված, ես հույս ունեմ, որ Ուժեղանա։ Ուսիկ այնուամենայնիվ վերադառնամ իմ սկզբնական հարցադրումներից մեկին, տես, երբ որ դու փորձում ես գնահատել մեր նորանկախ Հայաստանի պատմության ընթացքը, հա, ըստ ամենայնի գնահատեցիր էլի հիմնարկեքը անկախ պետականության որպես երևույթ, բայց անմիջապես նշեցիր, որ այդ նախահիմքերը սկսեցին քանդել կառուցելու փոխարեն, հա, եւ ըստ ամենայնի ինչ է ստացվում, որ էպոսում էլ, եթե Սանասարին եւ Բաղդասարին դիտարկում ենք որպես հիմնարկեկանող, ավելի կարեւոր է հաջորդների դերը, որոնք պետք է գան, դնեն, կառուցեն, այսինքն հիմնարկումից զատ շատ ավելի կարեւոր է դրա զարգացումը։ Հիմա վերադառնամ հարցից, ինչու այնուամենայնիվ, երբ որ շեշտում ես պետության եւ պետականության գաղափարները, Սանասարին եւ Բաղդասարին ես վերցնում առաջին պլան։ Ինչ էական, այսպես նույնիսկ տեղ-տեղ հիմնարկեքային այլ երևույթներ կան, որ չկան մյուս ճյուղերում էպոսի։ Դե հենց սա է, որ իրենք ստեղծեցին այդ խորհրդանիշերը, որը պահպանվեց Քուրդիկ Ջալալին սկզբից մինչև թուրքեց այդ ինխաչ պատերազմին եւ Սասունը կառուցեցին։ Այդ Սասունում սկսվեց պետության կառուցում ամբողջ հաջորդ ճյուղերի իրադարձությունները ծավալվել, բայց այնպես չի որ փոքր մեծ մեհերը Գորչարեսնա Մարութա վանքը կառուցեց, այսինքն հավատի եւ այլնի Դավիթ այդքան կռիվ Դավիթը, հա, նաեւ Սանասարն էլ գնաց, հիմա մենք խոսենք, ես փոքր կարճ կասեմ, ինչեւ նաև շեշտադրումներն ինչպես եմ արել հետո խալիֆին հաղթեցին Սանասարն ու Բաղդասարը, բայց եթե նայում ես մեր էպոսում այդ անարատ մաքուր կերպարները, արև կերպարները հենց Սանասարն ու Բաղդասարն են մի քիչ թերություն ուներ, ասենք, փոքր մեհերը, այն մեծ մեհերը գնաց ի վերջո թշնամու զավակ ունեցավ։ Ամբողջ էպոսում բայց ժողովուրդը չի արդարացել։ Գայթակղություններ ունեցել։ Հա, ասում է 7 տարի ինքը խումարի մեջ էր։ Խմած էր։
վերջի պահին խմիչքը, այսինքն ժողովուրդը հասկանում է ինքը հրաշք է մեր էպոսը։ Ես մեր ժամանակը չէր իքի մենք էպոսի։ դրա համար ուզում եմ քո գործից խոսանք։ Հետո Դավիթը էլի սխալներ ունեցավ Չմշկի սուլթանից, նույն փոքր մեհերը, բայց այն որ կառուցեց դրեց Սասունը որպես պետություն, պետականություն, որի նաև զարգացրեցին այդ գաղափարը հասկացությունը եւ մեծ մեհերը եւ Դավիթը, որ մեր էպոսի հիմնական հերոսն է, եւ փոքր մեհերը իհարկե ասում եմ շատ առանձնահատկություններ կա մեկ առ մեկ քննարկելու հերոսներին մենք փորձենք ասենք երևի մի փոքր դետալներով նայենք էլ ուսիկպես երբ որ իհարկե վերջին տասնամյակներում հատկապես վերջին տարիներին մանավանդ ես ինքս էլ գիտես Հայկան Բարծումյանից շատ ենք փորձել էպոսը դիտարկել հենց պետականության դիրքերից ու նաև շատ տեղերում հասկանալ նաև այն աղարտումները, որ խորթային շրջանի գաղափարախոսությունը, բերեց էպոսի գլխին, համահավաքը ստեղծելով, որի մեջ բազմաթիվ այսպես ոչ ճիշտ կետեր կան, ոչ ճիշտ զարգացումներ կան։ Հիմա եթե դետալներով նայենք եւ պետականության դիրքերից ընկալենք, այն ինչ որ պատմում է Սանասար եւ Բաղդասար ճյուղում, օրինակ նույն թուրք էծակին, խաչ պատերազմին ձեռք բերում են ատրիբուտիկ արժեք, հա պետականության դիրքերից եւ ըստ քեզ որոնք են դրանք։ Այո, ես հենց այդ ամբողջը տվել եմ, հիմա ասեմ։ Շատ կարճ ասեմ, որ ես նաեւ օգտվել եմ հարակից բանահյուսական նյութից։ Պանդխտության երկու օրորոցային է երգում հորովելի առաջի տարբերակը, որ արդեն հանում են Քուրդիկ ջալին թուրքից ժողովուրդը երկով ընդունում այդպես հայրեն եմ գրել, որտեղ ճիշտ է մի քիչ ուշ, բայց հայրենների շրջաններ Հայաստանը մասնատված պարակտված էր տարբեր Կարսի թագավորություն եւ այլն գայիկ արքան միտեղ մուշը արքան մուշում եւ այդ ամբողջը շատ նուրբ տվել եմ եւ լեզուն պահպանել եմ ժողովրդական լեզուն եւ գրական լեզվով Ինձ շատ օգնել մորս լեզուն, հորեղբորս լեզուն, գյուղում ապրած լինելը։ Գիտես, Արմենիկ, մեր ժողովուրդը հիմա էլ հատկապես լեռնային շրջան, ինքը էպոսի լեզուն է խոսում, էպոսի պատերն, առանց էպոսը կարդալու։ Մեր արյան մեջ է էպոսը։ Հորեղբարս իր հորեղբոր մասին պատմում է, որ ինչի տեսել պատերազմից երկրորդ աշխարհամարտ չի դարձել տուն, այնպես է խոսում, որ էպոսային հերոսի մասին է խոսում։ Բայց իրեն չես կարող ապացել, որ դա իրականություն չէ։ Սա է հենց։ Եվ բառաշերտը, բառապաշարը, շնչառություն ամեն ինչը փորձել եմ պահպանել։ Նաև ազատ բանաստեղծություն ձևն եմ օգտագործել։ Եվ ազատ բանաստեղծությունը, որ մտնի ի վերջո մեր պատանների մեջ որպես ընթերցանություն եւ տեղեր կա հանգավորել չափով խաղացկուն ոճով գրել եմ Եվ ասեմ, նայեք, այնտեղ որ հանում է, ինչ է ասում, Քուրդիկ ջալալին մեր զինանշանն իր վարգի մեջ, տեսեք ամեն ինչից ազատ լինենք ունենենք զինանշան գեղեցիկ մեր էպոսի զին լիներ Թուրքիացակին մեր խաղաղությունն է մեր երկրի անդորն է որ պետք է ապահովի խաչ պատերազմին մեր հողն ինքնությունն է որի հավատն է այո այս ամենը ես մեկ առ մեկ փորձել եմ տալ ինձ համար սոսկ աղբյուր է ծառայել էպոսի զարգացումն եմ վերցել ոչ ամբողջական ճյուղի որոշ տեղեր կա որ չեմ շեղվել ասենք որ Խալիֆան տանում Բաղդասարյան խմեցնում է մի մի տղային փորձում է սպանել Ինչպես Եղիշեն աղբյուրը ծառայել Դեմիրճյանի համար ներողություն որ համեմատվում եմ Դեմիրճյանի կամ Վարդանակի հետ Եվ շատ նրբին բաներ ես ավելացրել եմ ասենք Գագիկ արքային մոտ գալիս եմ բայց չեն գնում Գագիկ արքայի մոտ ինչ էլ որ փորձել եմ մեր ժողովրդական ոգուց ասենք մտածում են երկու եղբայր անուն հանենք վաստակ ունենանք նոր մեր պապ Գագիկ արքայի մոտ գնանք Էպոսի հետ համամարտկային արժեքներն եմ պահել տեսեք էպոսում ծովինարան է արցակում բանին կապած խալիֆային բայց այդտեղ Բաղդասարը նայում է ու տունխում են երկու եղբայր քեֆ են անում նստած բանը եկել ասում է
Այնքան մեր բանից է ոգուց Բնորոշ է, չէ՞։ ասում եմ որ դες մարդը մեղ կա էլի բերենք մեր հետ մի կտոր հաց ուտի բան ու չենք ասում մենք դա ասում եմ դատեն եթե մեղավոր է որևէ բան դետալ չկա այնտեղ որ բան լինի նաև քանի չեմ մոռացել ասեմ Սանասարն ու Բաղդասարը չեն գնացել խալիֆային սպանելու Բաղդադ գնացել իրենց մորը պատանդությունից ազատելու Հետո որ խալիֆային բերում են նստում է սեղան իրենց այդ թշնամու խորամանկությունը ասում եմ սրանց խմեցնեմ արանքը բանը փախնեմ ծլկեմ այսպես ասած զորքը բերեմ սպանեմ շանսատական եմ այսպես նույնիսկ Եվ խմեցնում գնում է երկու եղբայր ինչ անենք այմար դա ասում է հո չենք քեֆի առավոտը կբռնենք նել զորքը բերում է ստիպված արդեն ասում եմ այդ արխայական կեցվածքով խալիֆային սպանեց ու ասում եմ հարկատու չեն դարձնում արևի երկիր Բաղդադին լեռնի երկիր Սասունին որովհետև խաղացան պայմանագիր են կնքում իրենց մորն առնում ու իրենց ձերով զենք որևէ գիտեք այս ամբողջը այնքան նրբորեն ես պահելու պահպանել եմ ամբողջը այս պահիտակ չեմ հիշում ժամանակներ չէր իքի դետալ առ դետալ որ ասեմ ինչքան վերջաբանի մասին ես կուզեի խոսել նայեք ես այլ վերջաբան եմ տվել Հա, եւ մի կարևոր բանի մասն էլ պիտի ասեմ։ Նայեք, ոչ թե երկուսն էլ եւ Սասունն է հայկական հողի վրա կառուցում, եւ Բերդ Կապուտիններ Գագի Կարքայի եւ Մուշում ոչ թե այդտեղ կա հողեր բերենք, միավորենք, պատմականացնենք, չէ։ Այնտեղ շեշտում ասում եմ ժողովրդի պարակտվածությունը մեր ժողովուրդ այն ժամանակ էլ էր շատ պարակտված եւ այսօր միավորվի ու մարդը երբեղված ինքն իր մեջ ու վերջում հզոր մեծ Սասուն եւ ասենք որ ժողովրդական նկարիչ Հրամ Թադևոսյանն է նկարազարդել իր նկարներից են օգտվել ավելի շուտ եւ շապիկին եւ գրքում 20 էջից ավել միայն նկարներն են իր գեղեցիկ նկարն է որ Սանասարը ձիվրան նայում է մեծ հզոր Սասունին այսինքն ուզեցել եմ ասել ժողովուրդը միավորվի պետության եւ պետականության շուրջ Սա է վերջաբանի փոխելու այլ կերպ տալու, որովհետև խորհուրդը դե ի վերջո մշակումը պետք է Հա, պիտի շեխվի։ Ի վերջո այնտեղ ասում են մնացեք Գագի Կարքան, ասում են չէ, մենք Սասունն ենք գնում ենք։ Այստեղ միավորում են պետության շուրջ, ասում եւ Սասունը մեծացավ դարձավ հզոր պետություն, մեծ պետություն։ Պետականության շուրջ միավորվել։ Եվ համահավաքում մենք գիտենք, որ գալիս են Սասունն են կառուցում, հետո ձին հանում են քուրդի Ջալալին թուրքեցակին ու գնում են եւ հաղթում են խալիֆին։ Բայց կա Օրբելին իր առաջաբանում, որ գրում այնտեղ պատումներում կա մեջբերումանում, ասում են ծերունուն որ բերել են Սասունին անուն դներ։ Հա իդեպ իմ տարբերակում ծերունին հուշում է, Սանասարն է դնում անունը։ Ինքը հուշում է ավելի է սանգծել։ Հա, որովհետև արքան պիտի դնի իր, այո, այսպեսի փոքր նուր, բայց շատ կարևոր դետալներ կան։ Ու նախ ուժ են ստանում, պետություն են կառուցում։ Հետո են խալիֆային հաղթում, իրենց մորը պատանդությունից ազատում։ Այն գաղափարն է ինչպես պետությունն է, այդ պայքարները դատապարտված են։ Այո, այնտեղ կա ծերունու խորհուրդները, որ շատ կարևոր մեղն է ստեղծագործան, էպոսում այդ ամենը չկա։ Այնտեղ ամեն ինչ հիմա ես ժամանակ չունեմ, մեկ առ մեկ կարդալու մեր չի երիքի։ Այո, այնտեղ ամեն դետալը պատահական չի, ոնց վարվեմ ժողովրդի հետ, ինչպես պահպանենք մեր քաղաքը, ինչպես վարվենք թշնամու հետ, մեր ինքնությունը, այս ամբողջը շատ բահեր կա, որ ես նույնիսկ մի բառի համար ես 30 տարվա կյանք կասում եմ թշնամուն մի ատիր, այս սովորիր նրանից, տեսի ոնց չես է թե վարվում, նրա մանրամասն, նաև չարածը նրա փորձից վերցնել եւ ան։ Տեսեք, Ադրբեջանը 30 տարի մեր չարածը ինքը արեց։ Այսինքն այդ մի բառի տակ 30 տարվա իմ կյանքի փորձը կար։ Վերջը շատ չերկարացնեմ, սա է որ ժողովուրդը գալիս է, որ արդեն բանի մոտից Թևաթորոսի մոտից գալիս են, որ գնան հիմքը դրել են Սասունի կառուցեն, սպասում է իմ տարբերակում դաշտում, ինչը գնում են այդ Քուրդիկ Ջալալին թուրքեցակին հանուն գալիս են, ժողովրդը հորովելն է երգում, բառեր փոխած ու գնում իրենց Սասունը կառուցում են։ Ես ամբողջ պետության կառուցումն եմ Սասունը։ Ես դա ուզում եմ շեշտել լուսիկ անպայման, որպեսզի ստացվի, որ միայն քո տեսակետն է, քո պոեմի մասին, այն որ իսկապես
շատ այսպես ողջամիտ, հա, դետալներով, շատ սթափ եւ շատ կարեւոր մատնանշումներով իսկապես կառուցել է էպոսի հեշճուղի գրական մշակումը, որի հենքում նաեւ շատ կարեւոր գաղափարներ են արդիական, որոնք այսօր անպայման օգտակար կլինեն նախ եւ առաջ պատանիներին, որտեղ դու շատ ճիշտ դրեցիր խնդիրը, հա, պետք է պատանիներից սկսենք, իրենք պետք է առնչվեն։ Մենք գիտենք, որ էպոսը երբեմն ծավալուն է, լեզուն դժվարամարս, շատերը դրա համար չեն կարդում։ Ես հուսով եմ, որ քո պոեմը կօգնի, հա, այդ յուրովի մեկնարկը կդառնա էպոսին ծանոթանալու, մանավանդ որ քո պոեմով նաև որոշակի բաց ենք լրացնում, արդեն կարողանում ենք մեր տարբեր գրողների գրական մշակումներով էպոսի բոլոր ճյուղերին ծանոթանալ։ Քեզնով կշարունակենք Թումայանով, Չարենցով, եւ կգանք Ավետիք Իսահակյանով կամփոփել։ Չեմ փորձում համեմատվել են հանճարների հետ, որոնց նկարները հենց իմ սենյակում են, Թումանյանի, Չարենցի։ Ես իմ փորձել եմ ժամանակի պահանջով անհրաժեշտության մեջ իմ համեստ ներդրումը կատարել, ու եթե որևէ կերպ կծառայի, այդպես է, միշտ խնդություն պետք է անել եւ սա է որ ես փորձել եմ եւ հուսամ լավ բան եմ արել, ես կուզեի մի փոքրիկ մի որպես վերջաբան ուրեմն ինչու շատ մեջբերումներ կալին, բայց ես ուզում եմ այն ծովի հատակում սա էլ չկա էպոսում, իմ ամբողջ շարադրանքն է, երբ Սանասարը աղոթում է Տիրամայրը գործող կերպար է։ Լսենք դե։ Եվ այդ որպես պետության ղեկավարի խոսքի աղոթք է, նպատակն է ուժեղ պետություն, պետականություն, մեծ առաջնորդ ունենալը, ամբողջ այդ իմ արածի, եւ ես փորձեմ մեր ունկնդրին սա մատուցել, Սանասարը ինչպես է դիմում Տիրամորը, ինչ է խնդրում որպես ապագա ղեկավար պետության։ Ուժ տուր իմ աջ ձեռքին եւ ձախ ձեռքին տուր հավասար, որ պաշտպանեմ իմ քաղաքը երկու ձեռքով եւ իմ տունը, որ մեր երկրի սահմանից է միշտ սկսվում։ Տուր ինձ խոսքն ու միտքը հեռատես, որ ես խոհեմ առաջնորդեմ դեպք ու ընթացք, կառավարեմ մեծ ու մանրուկ անխտիր, չկասկածեմ ժողովուրդն է ընտանիքն ու հենարանն իմ։ Տուր իմաստություն անտարակույս, կարեկցանքն ու գթությունը մարդկային, որ ես խղճով դատեմ օրենքներով հոգու ձբխած եւ արդարությամբ։ Այս է որ տող գյուղում իմ տան պատը տող գյուղում է դրված, կոթիում է դրված, այս է որ ես քիչ առաջ ասացի միթես հողի համար, մենք պետք է լավ հասկանանք այս տողը եւ իմ տունը, որ իմ երկրի սահմանից է միշտ սկսվում։ Իմ եթե դու պետության ղեկավար ես, քոնը ընտանիքը քո ժողովուրդն է։ Պետություն, պետականություն որպես ամենակարևոր ուղերձ քո պոեմում։ Շնորհակալ եմ ուսիկ զրույցի համար, ուսանք ընթերցողները կկարդան, կառնչվեն այդ ուղերձներին, կկիրառեն եւ մենք ապագայում ավելի քիչ կխոսենք, հա, այն բաների մասին, որոնք այսպես թեմպես պետք է հասկանալի լինեն եւ յուրաքանչյուրից գիտակցության մեջ։ Աստված հասնենք այն օրը, որ ավելորդ դառնա այդ մասին խոսել, որ ասենք գիտենք էլի, ոնց որ հիմա ինձ մոտենա ասեն դու մարդ ես, ասենք բոլորը գիտեն մարդ եմ։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Սիրելի ռադիոլսողներ, վերջում հիշեցնեմ, որ Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումներ, ես Արմենիկ Նիկողոսյանն եմ, զրուցում էի բանաստեղծ Հուսիկ Կարայի հետ, մեր զրույցի թեման նրա երբ արև էին արքաները Սանասար եւ Բաղդասար պոեմներ, լավ եղեք։